Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Առավոտի ջրբաժան նախագիծը եւ մենք խոսում ենք ավանդույթների եւ արդիականացման մասին։ Եվ այժմ մեր տաղավարում է Հարվարդի համալսարանի գիտաշխատող արժույթի միջազգային հիմնադրամի նախկին պաշտոնյա Դավիթ Գրիգորյանը, շնորհակալություն Դավիթ։ Ես եմ շնորհակալ պատիվ ինձ համար այսօր ձեր տաղավարում զրուցելը։ Մենք կխոսենք տնտեսական արդիականացման մասին, բնականաբար, որը ձեր մասնագիտությունն է, այսպես ասած, բայց ուզում եմ սկսել ազգային գաղափարախոսությունից եւ հետո բերել դրան, որովհետեւ ինձ թվում է այնուամենայնիվ ինչ որ կապ կա։ Առաջ 90-ական թվականներին ազգային գաղափարախոսության մասին վեճերը շատ էին։ Հիմա այդ թեման կարծես թե ավելի երկրորդական է դարձել, այդպես չի։ Եվ եթե այդպես է, ապա ինչու։ Իրոք, որ այս մասին գոնե լուրջ, գոնե հանրային վիճակում, հանրային դաշտում չեն խոսում, որը ցավալի է, բայց նաև ինչ որ չափով ցույց է տալիս նախ թուրում բռնումը թեմայի, եւ նաև կարծում եմ որոշ իշխող համակարգի ուրեմն մարդկանց միտումնավոր այս հարցից խոսանավելու ուրեմն ցանկությունները։ Իրականում ինձ համար գոնե շատ պարզ է ինչի է անհրաժեշտ ուրեմն ազգային գաղափարախոսություն եւ վերջու ինչ է դա։ Շատ պրիմիտիվ չհամարեք զուգահեռս, բայց երկրները շատ չեն տարբերվում կորպորացիաներից։ Եվ ինչպես կորպորացիաներն են ստիպված ուրեմն ձևակերպել իրենց ստրատեգիան, իրենց մրցունակ լինելու, բացատրելու ժողովրդին իրենց մրցունակ լինելու հիմքերը, այնպես էլ երկրները, սուվերենները պարտադիր են դա անելու։ Կան իհարկե մի շարք տարբերություններ եւ դրա մասին կարող եմ եւս խոսալ, որտեվ ուրեմն իմ այն թեման, որով ես հիմա զբաղվում եմ Հարվարդում, բավական մոտ է ուրեմն պետությունների բանկրոտ լինել չլինելու թեմային, որը նորից եմ ասում մի քիչ զուգահեռներ կան բանի հետ, բայց վերադառնանք թե ինչու է դա անհրաժեշտ։ Ցանկացած ազգի, ցանկացած պետության համար, ազգ պետության համար կարևոր է ունենալ ազգային գաղափարախոսություն, որպեսզի բացատրել, թե ինչու ենք մենք պետք, ինչու եւ ինչպես ենք մենք նախատեսում այս տարածաշրջանում կամ այս հողակտորի վրա գոյատևել եւ ինչպես, որտեվ եթե դուք դա չես կարողանում բացատրես, եթե քո ասածը միայն գալիս է նրան, որ դու ուզում ես ապրել, որովհետեւ եւ այստեղ է գալիս իմ ամենաատելի բառը վայելել ինչ որ կամ գոյություն վարել, հա, քեզ հատկապես 21-րդ դարում շատ հեշտությամբ կարող են ասել, գիտես ինչ եղբայր, շարունակի վայելել այլ պետության մեջ, առանց մեջ եւ կան օրինակներ, ցավոք նաեւ մեր պատմության մեջ մենք տեղահանվում ենք եւ գնում ենք ինչ-ինչ ձևերով, ինչ-ինչ կոնտեքստներում նոր տեղ ենք գտնում ու պահում ենք մեր կապը հայրենիքի հետ, սակայն պատմականորեն եթե գիծ քաշելու լինենք, մենք այս տարածաշրջանում մենք մեր ազգային հողի վրա գնալով պակասում ենք։ Եվ դա ես կապում եմ նրա հետ, որ մենք չենք կարողացել, մեր էլիտաները չենք կարողացել թե ժողովրդին եւ թե արտաքին աշխարհին բացատրել, թե որն է, որոնք են այդ պատճառները, որոնց հիման վրա մենք պետք է, անհրաժեշտ է, որ այս հողի վրա շարունակենք մեր գոյությունը։ Դուք կարող եք մի քանի նախադասությամբ ձևակերպեք, թե ինչով ենք մենք աշխարհին հետաքրքիր եւ ինչու մենք պետք է այստեղ ապրենք հայկական պետության մեջ։ Հա, դայք որոշ բաները շատ ակնհայտ են, մնացած ավելի քիչ ակնհայտ են, եւ ինչ էլ ես հիմա ասեմ, բնականաբար ակնհայտորեն մենակ արտահայտելու է իմ անձնական կարիքը եւ ես հավակնություններ չունեմ ներկայացնելու
հայաստանյան կամ հայկական ավելի ճիշտ էլիտայի կարծիքը, բայց ակնհայտորեն ուրեմն մեր մրցակցային առավելություններից է մեր ուղեղը, մեր մարդկային կապիտալը, մեր մրցակցային առավելություններից է մեր արժեքային համակարգը, որը խարսխված է քրիստոնեության մեջ եւ արժեքներով, եւ մի շարք երևի մի քիչ ավելի փոքր արժեք ունեցող ուրեմն բաներով, որոնք բոլոր իրար հետ ճիշտ ներկայացնելու պարագայում մեզ իրոք կդարձնեն բավական մրցունակ եւ բավական կայուն unit միավոր այս տարածքում գոյատևելու նորից եմ ասում այս փաստի սա չանելով մենք համ մեզ համ դրսի մեր ուրեմն այս տարածաշրջանով զբաղվողներին բավական լուրջ բան ենք տալիս, որպեսզի մեզ չհամարեն սուբյեկտ, այլ համարեն ինչ-որ օբյեկտ, որի վերջը ժամանակի հետ կամ իրադարձությունների պարագայում պետք է տալ։ Այսինքն, բայց ի՞նչն է կապում հենց այս հողի հետ։ Խելք ունես, հայ ես, խելք ունես, դու գնա Հարվարդում քո խելքը օգտագործի, ինչու ես տեղ օգտագործում։ Գիտեք, բանա, սա կպատասխանեմ դա քիչ հուզական մակարդակով, ես ինձ ավելի մրցունակ եմ զգում այստեղ։ Ես այդ կապը լինի դա իմ մշակույթի լինի դա հող ու ջրի, տեսեք ինչ կոնցեպտներ են, որոնք շատ դժվար է չափել, չէ՞, իսկ մենք տնտեսագետները սիրում ենք չափել ամեն ինչ։ Բաներ կա, որ դժվար է չափել, բայց հիմնականում այստեղ ես ինձ ավելի տանն եմ զգում եւ ավելի մրցունակ եւ կարող եմ կարծեք թե ավելի հզոր լինել, քան դրսում եւ եկեք մի բան նաև հաշվի առնենք, որ կա ուրեմն ես հավատում եմ գումարած 2 հավասարավեց բանաձևին, որով հավաքելով ուրեմն մի տեղում հավաքվելով հատկապես եթե դա քո բնորանն է, եթե դա քո հայրենիքն է, մենք կարող ենք այդ ստեղծված արժեքի քանակը եւ կումուլատիվ էֆեկտ, այո։ Արդեն շատ է դա այդ համեմատությունն օգտագործվում Իսրայելի հետ, հա, բայց չեմ կարող չարսել։ Նրանց մոտ ազգային գաղափարությունը կոչվում է սիոնիզմ։ Մեր մոտ առաջարկ կար մեր ազգային գաղափարախոսությունը ձևակերպել որպես արարատիզմ, այդ զուգահեռով էլի։ Ինչպես է ընդհանրապես եւ խոսվում էր նաեւ որոշ ժամանակ տարօնականության եւ դժդեհականության մասին, բայց քանի որ խոսում էր իշխող կուսակցությունը, դա չէր ընկալվում մարդկանց կողմից, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչ էր անում այն ժամանակվա իշխող կուսակցությունը։ Մեխին խփեցիք ուղիղ, խոսքը մենակ ասելու մեջ չէր, իշխող կուսակցությունը Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ այնքան այն աստիճանի արժե զրկեց այն արժեքները նժդեական, որի ջատագովը ես անձամբ եմ, այո, որ դու ինչպես հիմա ասենք, իշխող վարչակազմը այսօր տարբեր բաներ են արժե զրկում, որ չես էլ ուզում սկի ինչու եք նժդեականության կողմնակից։ Որտեվ հենց այդ անգլերեն ասած այդ value proposition-ն է, այդ առաջարկն է աշխարհին, որը մեզ թույլ է տալիս իրավունք է վերապահում ապրելու եւ գոյատևելու այս երկրում եւ հզորանալու այս երկրում։ Կարող են իհարկե ինչ-որ այլընտրանքային բաներ լինեն եւս, բայց ինձ համար դա այնքան մատչելի էր ինտելեկտուալ առումով, դժլեի ասածները։ Կարդացել եմ, թարգմանել եմ, միջոցառումներ եմ կազմակերպել Վաշինգտոնում, զանազան եւ պարզությունը նժդեի գաղափարախոսության ինձ հրապուրող գործոններից մեկն է եղել։ Հիմա անցնելով ներկաներին, այսպես ասած, հիմա նժդեականությունը դեռ պարզ է ինչ փիլիսոփայությունը եւ այլն։ Հիմա փիլիսոփայությունը իրական Հայաստանն է, այսինքն կեր, խմի, վայելի, ել ոչ մի բան պետք չի։ Կարևոր չի դու Հայաստանում ես ապրում կամ Հայաստանը Թուրքիա է կոչվում, Ադրբեջան է կոչվում, սա է իրական Հայաստանը։ Դա կարծես թե ավելի վատ է, հա, քան նժդեականությունը։ Անհամեմատ ավելի վատ է, որտեվ
Սա ոչինչ է, ասենք, այս կարգի գաղափարախոսությամբ առաջնորդվելու վերջը շատ տխուր է լինելու եւ դա ես արդեն դա տեսնում եմ, մենք մեր կյանքի օրոք դա կտեսնենք, դա բերելու է Հայաստանի ավարտին որպես սուվերեն երկիր, չի կարող այլ կերպ լինել, քանի որ նպատակներ են դրվում, որոնք ուղղակիորեն հակառակում են, ասենք, սուվերեն երկիր ունենալու մոտեցմանը եւ շատ արագ այս ամեն ինչը կվերջանա, որտեղ նորից եմ ասում, կան երկրներ, կան ուժեր, որոնք մեր տարածքը շատ ավելի արդյունավետ կօգտագործեն եւ ասենք միշտ կգտնվեն Փաշինյաններ կամ Սիմոնյաններ, որոնք կասեն դե գիտեք ինչ, դե հիմա մենք եթե ուտել խմելն է նպատակը, շարունակենք ուտել խմել, բայց ասենք Փարիզում կամ Գլենդելում կամ նաև Մոսկվայում մի մայրաքաղաք, որը իրանք շատ են սիրում, չնայած քննադատում է։ Դուք 94 թվականից ապրում եք Միացյալ Նահանգներում, այսինքն լավ գիտեք այդ երկիրը, չէ՞։ Դուք կարող եք ասել ԱՄՆ ազգային գաղափարախոսություն ունի թե չէ։ Եվ ինչպես կարող է ձևակերպել այդ։ Ուրիշ երկրների փորձ է, այսպես ասած, էլի։ Նախ իրենց պարագայում ինձ թվում է խոսքը կարող է գնալ դեմոկրատ եւ հանրապետականների մոտեցման մասին։ Իհարկե, հա։ Միգուցե առանցքային չեն տարբերությունները, եթե խորանանք, բայց իրականում տարբեր են։ Ասենք իրանց պարագայում հիմնադիր հայրերի ստեղծած ուրեմն գաղափարախոսությունը երկու կողմի համար էլ ընդունվում է որպես առանցքային եւ հիմնադիր, հա, այդ նույն բառը։ Դրա համար են ասում հիմնադիր, չկա այլ պատճառ։ Հիմնադիր հայրեր, հիմնադիր մոտեցումներ։ Դրա վրա մարդիկ ստեղծել են մի փոքր, ասենք, ոնց որ ծառի ճյուղերը մի փոքր հեռանում են իրարից, նույն մոտեցումներն է։ Եվ ստեղ է որ արդեն մարդիկ այնքան երջանիկ են եւ կարող են իրենց համարել, որ կարող են այդ հիմնադրույթային առանցքային հարցերի մասին այլևս չխոսալ եւ անցնել, ասենք, ինչ որ, ինչ ասեմ, դրամավարկային քաղաքականության տարբերությունների կամ հարկաբյուջետային կամ ինչ որ կառուցվածքային քաղաքականության մասին, սոցիալական խնդիրներ լուծելու այս ձևի կամ այն ձևի, հասկանում եք, իրենց մոտ արդեն, հա, իսկ մեզ մոտ դեռ մենք պետք է լինենք արմատների, այդ արմատային առանցքային բաների մասին, բայց մենք դա էլ չենք անում, որովհետև իշխանությունը չի հասկանում կամ չի ուզում տեսնի դրա կարևորությունը։ Սա ֆիասկո է, մենք տապալվել ենք եւ դրա արդյունքները տեսնելու ենք ցավոք սրտի բանալուրանս շատ շուտ։ Դուք սկզբից ասեցիք բանկրոտ պետություն, հետո մի քանի անգամ տապալվել բառը օգտագործեք, մի անգամից բնականաբար հիշեցի Աճեմօղլուին եւ Ռոբերտսոնին, հա։ Մենք կարող ենք failed state համարվենք։ Մենք շատ հեռու չենք այդ failed state վիճակից, եթե հիշում եք, շնորհակալ եմ Տարոնի այդ Ռոբինսոնի այդ բանը հիշացնելու, եթե հիշում եք, ուրեմն իրենց գրքի հիմնական թեզը, ինչու են ազգերը տապալվում, նա էր, որ եթե քո քաղաքական եւ տնտեսական ուրեմն համակարգերը ներառական չեն եւ ուրեմն կորզող են, հա, դու կարող ես կարճաժամկետ ընթացքում ինչ որ աճ ցույց տաս, բայց դու տապալվելու ես։ Եվ իրանք ամբողջ գիրքն օգտագործում են բացատրելու համար թե ինչու։ Կան իհարկե այլ ուրեմն մոտեցումներ, թե ինչ է կառավարումը եւ ինչ աստիճանի է կարեւոր ունենալ լավ կառավարում, որի միայն մի մասն է կոռուպցիան, չէ՞, կարող ենք դրա մասին ուրախ կլինեմ խոսալու, բայց իրենք բացատրում են, որ եթե չունենաս այդ երկու անհրաժեշտ պայմանները, քո թե քաղաքական եւ տնտեսական մոտեցումների պահով դու տապալվելու ես։ Մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ։ Մեր պարագայում, մեր քաղաքական ուրեմն համակարգը բացարձակ
ուրեմն չի համապատասխանում Աջեմոգլու Ռոբինսոն մոդելի լավագույն տարբերակին, մենք փորձում ենք փորձ արվեց ամսի 7-ին զորբայությամբ պահել իշխանությունը, մենք 18-ից սև ու սպիտակի վերածեցինք մեր քաղաքական դաշտը, դա ներառականի ուղիղ հակառակն է, իսկ տնտեսական դաշտում ընդհանրապես կատաստրոֆա է, ասենք բացարձակ քայլեր չեն արվում որակյալ աճ ձևավորելու, հիմքեր ձևավորելու որակյալ աճի համար, հա կան ինչ-որ ինվեստիցիաներ, ներդրումներ, դրանք չեն կարող չլինել եւ ասեմ իմիջիալս հետ վերցնեմ այդ բառը ներհոսքեր ֆինանսական հոսքեր կան բնականաբար եւ դա եւ ինվեստիցիա չեմ ներդրում չեմ ձևակերպի որպես որտեվ ներդրումը պահանջում է մի քիչ ավելի երկարաժամկետ մտածելակերպ ինչ որ պրոյեկտների ֆինանսավորում մեր պարագայում բացառությամբ այն մեծ բաներ ասենք Nvidia-ի բան հետ կապված IT ոլորտում որոշակի բան ունեցող ուրեմն աղմուկանաց ներդրումներից բացի իրականում շատ բան չի կատարում։ Դրա մասին խոսամ ինչի դա իմիջիալից հենց Աջեմոգլու Ռոբինսոն ֆրեյմվորքի մեջ չի մտնում առանձնապես մեծ կշռով չի մտնում գոնե, եթե անգամ մտնում է, բայց տեսեք հնարավոր չի այս չափի սփյուռք ունենալ եւ չունենալ հոսքեր։ Հա, հոսքերը գալիս են բնականաբար ինչ որ աշխուժություն են ստեղծում, բնականաբար ինչ որ աճ է ստեղծում։ Բայց ինձ տնտեսագետից համար բոլորովին ուրախալի չի աճի այն որակը եւ այն ասենք տնտեսական տնտեսության այն կառուցվածքը, որ մենք հիմա ունենք։ Ոչ միայն սփյուռքը, Եվրամիությունը, չգիտեմ, խոստանում է, բայց չգիտեմ, անում է թե չի անում, միլիարդներ է խոստանում քաղաքական պատճառներով, որովհետև այս ռեժիմը իրենց հոգեհարազատ է։ Դա ներդրում չի։ Ոչ իհարկե, այդ կարգի նախ շատ տարօրինակ է թե ինչպես է դա արվում, ինձ ամբողջովին դուր չի գալիս, որ դա ինչ որ ձևով կապվում է իշխող վարչակազմի հետ։ Վստահ եմ եվրոպացիք հասկանում են, թե ինչ են անում, թե ինչ պատճառներով են դա անում, ես վերջի հոդվածներից մեկում հենց Եվրոպայում հրատարակած խոսեցի, ցավոք Ադրբեջանի, ինչպես տեղ են ասում ականջները այս ամեն ինչի հետևում երևում են, բայց գիտեք լավագույն դեպքում, ասենք այդ կարգի ներդրումները դրսից կարող են ինչ-որ բան էֆեկտ ունենալ, որը եղածի հիման վրա կարող է գալ եւ կատալիտիկ էֆեկտ ունենալով զարգացնի եղած տեղում եղած եւ հատկապես մասնավոր սեկտորի ուրեմն պրոյեկտները հակառակը ինչ ունենք այն ինչ որ եվրոպական պաշտոնական ֆինանսավորումը գալիս է ֆինանսավորում է ասենք իշխող չեմ էլ ասի Հայաստանի Հանրապետության բյուջեն կոնկրետ ֆինանսավորում է իշխող վարչակազմին եւ դա կատաստրոֆիկ է հա իրոք թիվ ներևում է հա իրոք ինչ որ չափով այդ ֆինանսավորումը վերածվելու է ինչ որ ռեստորանների համար ռեստորանից ստացած բարձր շահույթներից կամ ինչ որ հացուխների կամ ինչ որ բանի ծառայություն մատուցող մնացած մեր հայրենակիցների բյուջեի վրա կերևա բայց իրականում որակյալ Աջեմոգլու Ռոբինսոնի իմաստով աճ ու համակարգային փոփոխություններ չի ստացվելու որտեղ ինկլյուզիվություն չկա այո եւ գալիս է շատ նեղ նորից եմ ասում ոչ անգամ ոչ Հայաստանի Հանրապետություն գալիս է իշխող վարչակազմ հասցեով Դավիթ ես խնդրում եմ երկու բառով դուք ասացիք Ադրբեջանի ականջներ դուք կարող եք բացատրել դա ինչ ականջներ եք դուք տեսնում Դե ակնհայտ է որ այս պահին իշխող վարչակազմը անում է ամեն ինչ ես չասեմ ուղիղ ծառայում է ես դրա փաստերը չունեմ կարող եմ եզրակացնել բայց փաստեր չունեմ իշխող վարչակազմի ցանկացած քայլ կամ գոնե քայլերի իշխող մեծամասնությունը գնում է օգուտ է Ադրբեջանի
դա լինի, ասենք, Արցախի կապիտուլյացիայի սկսած, վերջացրած այն բոլոր քայլերին, որոնք ուղղված են մեր ինքնության վերացմանը, մեր պատմության մոռացմանը, մեր հայրաքելական եկեղեցու դեմ ուղղված գործունեությանը եւ անհնարին է չտեսնել այդ կապը։ Դա ակնհայտ է, բայց դուք տնտեսական եվրոպական տնտեսական օգնությունը ինչ որ ձևով այդ ակաջների հետ կապեցիք։ Ակնհայտ է նաև, որ Եվրոպան հատկապես ուրեմն ռուս-ուկրաինական պատերազմից հետո կախվածություն ունի որոշակի ադրբեջանական նավթից։ Չեմ ասում, որ միջ այդ ուրեմն աղմկահարույց գործ բացվեց եվրոպական լրագրողների բացահայտվեց եվրոպական լրագրողների միջոցով, որտեղ միլիարդավոր դոլարների կոռուպցիոն հոսքեր էին նկատվել դեպի եվրոպական քաղաքական էլիտա, լվացվել եւ այլ։ Այստեղ մի քիչ ավելի բան 22-ից հետո կտրուկ բարձրացավ Ադրբեջանի նշանակությունը Եվրոպայի համար, այն աստիճանի, պատկերացրեք, որ եվրոպացիք եւ հավաստիացնում եմ ձեզ, բազմաթիվ խոսակցություններ եմ ունեցել գոլեգաների հետ թե Բրյուսելում, թե Լոնդոնում, որտեղ ես անցած տարի մի քանի անգամ գնացի մեր հայաստանյան հարցերի լոբինգի պատճառով, որ մարդիկ պատրաստ են անգամ աչքերը փակել, կամ ինչպես արևմուտքում են ասում, նայել այլ կողմ, միայն թե կարողանան ուրեմն ներմուծեն ադրբեջանական նավթն ու գազը։ Եվ այդ պարագայում հստակ, այնքան հստակ էր ինձ համար, որ մարդիկ հասկանում են, թե դա ռուսական ռեէքսպորտն է, դա Ռուսաստանից եկած գազն է եւ բենզինն է, բայց այնուամենայնիվ վերցնում են եւ պատրաստ չեն այդ կախվածության պարագայում մարդու իրավունքների կամ Արցախի ուրեմն կապիտուլյացիոն պատերազմի կամ ցեղասպանության հարցեր բարձրացնելու իրենց մայրաքաղաքներում։ Մենք արդեն սկսեցինք խոսել եւ խնդրում եմ տնտեսական արդիականություն եւ կոռուպցիա այդ երկու թեմաները 18 թվականին ես չգիտեմ միամիտ էի, հա, երբ որ հեղափոխություն էր եւ նրանք ասում էին այ տեսեք սրա դղյակը, նրա դղյակը, նա է միլիոնատեր, սա է միլիոնատեր, ես կարծում եմ որ կոռուպցիոն միլիոնատերի մասին է խոսքը, ես կարծում եմ որ իրավիճակը կփոխվի, բայց իրավիճակը չի փոխվել, հիմա կան այն 5 միլիոնատերերը շարունակում են եւ ԿՊ-ն ստեղծել է իր սեփական միլիոնատերին, այսինքն կոռուպցիայի հարցը իմ կարծիքով չի լուծվել։ Տեսեք, ես այս հարցում ներգրավվածությունից բավական երկար է գնում։ Հիշեմ մեր 2007 թվի կատարած աշխատանքը, որը Արժույթի միջազգային հիմնադրամում հրատարակած ուրեմն մի փայլուն ֆիսկալ տնտեսագետի հետ Համիդ Դավուդի հետ հրատարակած աշխատանքս էր, որում մենք ցույց էինք տալիս Հայաստանի հարկերի թերահավաքության աստիճանը։ Եվ դա բնականաբար 2007-ի աշխատանք լինելով ցույց էր տալիս Քոչարյանի վարչակազմի ժամանակ տեղի ունեցած թերահավաքությունները այդ պարագայում մեր հաշվարկների համաձայն 4.5% հնայի չափով իմջալից մեծ հարկատուների չհավաքված հարկերն էին, որը այն ժամանակ ուրեմն կազմում էին մոտ $500 միլիոն տարեկան, որը հսկայական թիվ է, ինչպես հասկանում եք։ Գնահատականներ ենք արել ուրիշ կոնտեքստում Policy Forum Armenia-ի Սփյուռքի վերաբերող զեկույցում, նաև որ ուրեմն ծախսային բյուջեի ծախսերի կողմով մոտ 1/4 միլիարդ, այսինքն $250 միլիոն էլ մսխվում էր այդպես։ Փաստորեն երկուսն իրար հետ ստացվում էր $300 միլիարդ, նախ կեսը չէր, կես միլիարդ չէր մուտք գործում, իսկ ծախսերի պարագայում էլ մսխվում էր մոտ 250։ Այդ 7 թվականին էր այդ։ 2007 թվականի արած աշխատանք էր տարեկան այդքան մենք գործում ենք։ Այսինքն պետական կոռուպցիան նոր
բան չի։ Հետո անցանք ուրեմն մեր հանրաճանաչ, որի համար շատ հպարտ եմ, անկեղծ ասած 2013 թվականի Corruption in Armenia զեկույցը, որը Policy Forum Armenia-ին բավական համբավ բերեց այն ժամանակ, որտեղ իրոք շատ կարևոր եւ խորը աշխատանք էր, որը նայեց ուրեմն ինչ էր, այնտեղ կոռուպցիան որպես այդպիսին գնահատում էինք թե ժողովրդի միկրոմակարդակով եւ միջև ամենաբարձր մակրոմակարդակի կոռուպցիան իմիջիալից այդ մեր 2013 թվականի զեկույցը բավական բարձր գնահատեց այն ժամանակ Տարոն Աճեմոգլուն ու այդ Իրանից ստացած մի բարբերությունը դեռ մեր կայքեջի վրա դրած է որ սա շատ կարևոր աշխատանք է եւ կարևոր լույս է սփռում այն գործընթացների վրա ցավոք որոնք Հայաստանում տեղի ունենում եւ Հայաստանի խնդիրը հենց սա է Կարոնի ներկա ժամանակով տեղի են ունենում այսինքն չդադարեցին 18 թվականին ես գալիս եմ դրա այն որ կատարում է հիմա որակական եւ քանակական առումով շատ ավելի վատ է Սկսենք որակականից, որտեվ ես դրան շատ ավելի մեծ կարևորություն եմ տալիս, որտեվ գիտեք ինչ քանակական կոռուպցիան մի քիչ էս կողմ, մի քիչ են կողմ համարյա ամեն տեղ կա, բայց ամեն տեղ չի, որ երկիրը ղեկավարվում է մարդկանց կողմից, որոնք բացարձակ պետք է իրավունք չունենային մոտենալու պետական հիմնարկներին ու պետական շենքերին։ Ասենք այդ մարդիկ չունեն այդ կարողությունները եւ այդ կարողությունները չունենալու պատճառով չգիտեմ արվում է այն ինչ որ ուղղակիորեն 170 աստիճանի հեռու է մեր անհրաժեշտ քաղաքականությունից Տեսեք, մարդիկ են դրվում ոլորտների ղեկավարներ, որոնք բացարձակ չունեն դրա համար անհրաժեշտ ոչ կրթությունը, ոչ փորձը։ Դա ցանկացած կոնտեքստում, իմիջիալուց ասեմ, որպեսզի մեր լսողները մոտավորապես սա դնեն կոնտեքստում, ես երևի թե գործի բերումով ամենաշատ ճանապարհորդած հայն եմ, լինելով 75-ից ավել երկրներում եւ կոնե գործի բերումով 50-ից ավել հստակ եւ միշտ ինձ հարցնում են, ասենք ոնց ես վերաբերվում ես ինչ երկրին կամ ոնց ես համեմատում, ասենք երկրների պոտենցիալը ու շատ կարճ ինքս ինձ համար մի պատասխան էի տալիս ինձ գոնե բավարարող որ շատ կարճ կարելի է հասկանալ առաջին իսկ 20-30 րոպեներից հետո իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ առաջի հանդիպումից հետո թե այդ երկիրն ապագա ունի թե չէ։ Կներեմ, ասեք այս տեստը։ Շատ պարզ մարդիկ ունեն արդյոք տեսլական եւ կրթական այն մակարդակը, որպեսզի կարողանան արժույթի միջազգային հիմնադրամի թիմին բացատրեն առաջին իսկ հանդիպումից թե որն է այդ տեսլականը եւ ոնց են իրենք ակետից հասնելու բեկետ։ Այդ երկուսի բացակայության պայմաններում չի կարող ունենալ երկիրը ապագա։ Այստեղ մենք ունենք հենց այդ կետը, չունենք բացարձակ ոչ մի ուրեմն տեսլական, այն ինչ որ ունենք կատաստրոֆիկ է այդ ուտել խմելու կներեք գաղափարախոսությունը եւ մարդիկ որոնք պարզապես ոչ միայն ստեղ ես նաև պատրաստ եմ ասելու այդ մարդկանց երևի 80-90%-ը եթե վերջանա իշխանությունն իրանց ուստիպված լինեն իրանք ասենք դրսում աշխատանք ման գալու իրանք չեն կարողանալու ընդհանրապես աշխատանք գտնեն որովհետև իրանք մրցունակ չեն որևիցե իրենց բնակավարներում որևիցե լուրջ պաշտոն կոմպետենցիայի բացակայությունը եւ կոռուպցիան ինչպես են կապված Դրանք ցանկության բացակայությամբ են կապված։ Սենց խնդիր կար մի ժամանակ շատ հաճախ ենք զրուցում, հատկապես Սփյուռքի, դե գիտեք, Սփյուռքում մի զանգված կա, որ միջև հիմա
այն կարծիքի է, որ դե երիտասարդ հանրապետություն են, պիտի թողեք աշխատեն, բան ինչ որ այդ ծանոթ են այդ մոտեցումները եւ անդադ ստիպված է լինում մարդկանց մասամբ բան անելու, բայց համոզելու, որ գիտեք, մենակ կոմպետենցիայի խնդիր չի, կոմպետենցիայի բացակայությունը կարելի է շատ պարզ լրացնել հրավիրելով մասնագետների կամ խորհրդատուներին, ասենք, դա այնքան ակնհայտ եւ Փառք Աստծո Սփյուռքի մեջ կան ցանկացած ոլորտի մասնագետներ ներողություն եւ դա կարելի է վարձել մարդկանց, ասենք, օրինակ վարձում են հիմա իշխանությունը 600,000 տարեկան բյուջեով վարձել է լոբիիստներին, որոնք եթե սենց կարելի է ձևակերպել, աշխատում են Հայաստանի իր պատմական Հայաստանի շահերի հակառակ։ Դե մարդիկ գտել են ձև ռեսուրս հրավիրելու, խորհուրդ ստանալու, բայց այս մարդիկ ստեղ են թե նրանք Եվրոպա 600 ձեզ ասում եմ հանրային տվյալ, հանրային ինֆորմացիա, որ Հայաստանի դեսպանատությունը Վաշինգտոնում անցած տարի վարձել է 2 լոբինգ կազմակերպություն, եթե չեմ սխալվում, երկուսն են հակահայկական լոբինգի համար։ Իրականում փորձում ենք հասկանալ ինչ են գոնե գրված այդ ամեն ինչը հանրային սարքած ինֆորմացիայի հիման վրա շատ հստակ կարելի է եզրակացնել, որ դա հակա ուրեմն եկեղեցական ինչ որ քայլեր են, դա հակա պատմական Հայաստանի քայլեր են։ Վերջը դրա մասին առանձին մենակ կարելի է խոսել, որովհետև ես անցած 2 տարիների ընթացքում բավական սերտ ներգրաված էի հայկական լոբիի կոորդինացիայով ազգային ժողովրդական բևեռի կողմից իրականացվող լոբինգի կոորդինացիայով եւ առնչվել եմ այդ հարցերի հետ, կարող ենք առանձին դրա մասին զրուցել։ Մեր տնտեսության։ Բայց ասեք, ինչ շեղվեցինք մի փոքր թեմայից։ Մեր տնտեսությունը կոռումպացված է եւ ստագնացիայի մեջ է, ինչու։ Կոմպետենցիայի խնդիրը ես միշտ հաճախ եմ ասել, որ չեմ հավատում, չեմ ընդունում, որտեվ նորից եմ ասում, կարելի է հրավիրել դրսից էքսպերտներ եւ կամ կարելի է վարձել այդ մարդկանց։ Մնացածը, այդ անբացատրելի մասը, այսպես ստատիստիկորեն եթե ասեմ, դա հենց կամքի պակասությունն է։ Դա հենց անձնական շահ ձեռք բերելու ցանկությունն է ի հակառակ հանրային շահի։ Հստակ, ես շատ դիվանագիտորեն եմ ձևակերպում դա, դրան շատ ավելի ուրիշ այն ինչ որ նրանք անվանում են թալան։ Այո։ Եվ դա շարունակվում է։ Դուք կարող եք ապացուցել թվերով, որ դա շարունակվում է։ Տեսեք, չենք արել նույն կարգի հետազոտություն, որ մենք արեցինք 2013 թվականին, դա ժամանակ կպահանջի եւ անկեղծ ասած իմաստել չունի, որովհետեւ ես հակառակ հարցը կտամ, կա որևիցե մարդու մոտ որևիցե լուրջ, ուրեմն կասկած, որ այդ ամինչը չի շարունակվում։ Չկա։ Ասեմ, որ ուրեմն բյուջետից արվող այդ մսխումները, այսպես ասած procurement fraud-ը շարունակվում է վստահ եմ նույն, եթե ոչ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի մեծ կորուստներ ունենք ուրեմն նրանից, որ քաղաքականության գլխին, ոլորտային քաղաքականության գլխին կանգնած են մարդիկ, որոնք բացարձակ գաղափար չունեն իրենց ոլորտներից։ Իմջած ասեմ, ես դա նաև տեսել եմ 94-ին դուրս լինելով հանդերձ, ես ձեռքս պահել եմ զարկերակին եւ բավական սերտ հարաբերություններ եմ ունեցել գոնե տնտեսական բլոկի բոլոր լուրջ մասնակիցների, նախարարների արդյունաբերության, ֆինանսների, կենտրոնական բանկի նախագահների հետ բավական սերտ եւ գիտեք ժամանակ կար, որ հաճելի էր այդ մարդկանց հետ շփվել։ Այդ մարդիկ, եթե անգամ ինչ-որ բան չգիտեին, շփվելով վալուտային ֆոնդի միջազգային արժույթի հիմնադրամի թիմերի հետ կամ տեսեք ինչ աստիճանի տրիվիալ բան եմ ասում, գիրք կարդալով մարդիկ գալի հասնում էին դրան եւ երբեք չէին վարանում ուրեմն ասել ես չգիտեմ։ Դա ինձ համար այնքան կարևոր չափորոշիչ է։ Միանշանակ, ասենք, եթե մարդ չի կարողանում ասել ես չգիտեմ,
կպատմես կամ կասես կամ որտեղ կարող եմ ես դրա մասին կարդալ, դա շատ կարևոր է։ Մենք դա չունենք հիմա։ Այս թիմը իմ այդ նշած հիմնականում բոլոր ուղղություններով տապալած թիմ է եւ ցավում եմ, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են այս մարդկանց երրորդ ուրեմն բանը տալու, երրորդ անգամ մանդատ տալու, կառավարելու, եւս 5 տարի, դա սարսափելի միտք է ինձ համար։ Վերջին հարցը թերևս Դավիթ, տեսեք, ոչ ոք հավերժ չի։ Այս իշխանությունը նույնպես հավերժ չի։ Իդեալական դեպքում, հա, այսինքն եթե լինի իշխանություն, որը եւ կոմպետենտ է, եւ ցանկություն ունի, եւ տգետ չի, եւ այլն, այսինքն օժտված չէ այն բացասական բնութագրերով, որոնք ունի այս։ Ինչպես եք դուք տեսնում Հայաստանի արդիականացումը։ Բարդ հարց է, բայց որ անհրաժեշտից պետք է սկսենք, այսինքն կառավարման որակից պետք է սկսենք, կասկած չունեմ, որովհետև նորից եմ ասում, դա է ամեն ինչի հիմքում։ Ապահովելով կառավարման որակ, որը կարող է լինել միայն ու միայն թիմ ստեղծելով, որը կբերի կարողություններ, որոնք կապատասխանեն ոչ միայն 21-րդ դարի այս մարտահրավերներին, այլ նաև մեր իսկ մարտահրավերներին, մեր հայկական հայաստանյան մարտահրավերներին, կարող ենք անել մի շարք քայլեր, որոնց հիմնակարը ինձ թվում է պաշտպանական համակարգի ուրեմն արդիականացումն է առաջին հերթին, որը պետք է աշխատի զուգահեռ ուրեմն դիվանագիտական ջանք պետք է դրվի պաշտպանություն, դիվանագիտություն, որը ուրեմն իրենց հետևում պետք է ունենա հզոր տնտեսություն։ Հզոր տնտեսությունն էլ, գիտեք, չխոսացինք սրա մասին շատ երկար, որակյալ աճ հասկացողության մասին շատ են խոսում, եւ իմիջիալից շատ երկրներ Harvard-ում կա մի կենտրոն, կոչվում է Center for International Development, միջազգային զարգացման կենտրոն, որին մի շարք երկրներ վարձում են իրենց համար ուրեմն որակյալ աճ ապահովող ինչ որ մոդելներ կամ մոտեցումներ, քաղաքականություններ ձևակերպելու համար, մի բան նորից եմ ասում, մերոնք ստեղ չեն բավական, այնքան հեռու են, Ադրբեջանն ունի կոնտրակտ, Ադրբեջանն է գնում այդ ուղղությամբ անգամ, այդ ամեն ինչը ապահովելուց հետո ստիպված ենք լինելու, պարտադիր է լինելու ուրեմն կենտրոնանալ մեր աճի որակի համար եւ աճի որակը չի նշանակում ունենալ, ասենք, Nvidia-ի 500 միլիոնանոց ներդրում եւ կամ ասենք ուրիշ IT ոլորտում։ Մենք շատ լավ տեսանք, թե ինչ եղավ Ռուսաստանի IT ոլորտը բառացիորեն 48 ժամվա մեջ, երբ որ Ռուսաստանի իշխանությունը 23 թվին, եթե չեմ սխալվում, հայտարարեց, որ բանակ են զորակոչվելու բոլորը, մարդիկ ճապրուկները վերցրեցին եւ 48 ժամվա մեջ հեռացան երկրից։ Դա այստեղ է կապ չունի, չէ՞, հեռացան, Ռուսաստանում չեն այլևս, չէ՞։ Ասենք չեն նպաստում Ռուսաստանի հնային, կոնկրետ շատ, ասենք, տնտեսագիտորեն ասեմ, չէ՞, այլևս այնտեղ չեն։ Մեր պարագայում դրա պոտենցիալը շատ ավելի մեծ է, որտեղ այն աշխարհակաղակական ռիսկերը, որի առաջ մենք ենք կանգնած, շատ ավելի մեծ են։ Եթե Ռուսաստանում կեսը թողեց հեռացավ, մեր մոտ կարող է 300-ը մի գիշերվա մեջ հեռանա, ու մենք չունենանք որևիցե ձև այդ տնտեսության այդ մասը փոխարինելու, մենք ունենանք մի հատ հսկայական փոս։ Այսինքն անվտանգությունը եւ տնտեսությունը իրար հետ։ Իհարկե, եւ այդտեղ ես պատրաստ եմ պատճառահետևանքային կապի մասին նաեւ զրուցելու, որտեվ թուրըմբռնում կա եւ կարծում եմ ստում են, այստեղ մենակ թուրըմբռնման խնդիր չի, նաեւ սուտ են քարոզում նրանք, ովքեր կարծում են, որ կարելի է ստեղծել տնտեսություն, հետո ստեղծել պաշտպանություն։ Այդպես չի լինում։ Ոչ մի երկրում այսպիսի աշխարհակաղակական ռիսկերի պարագայում ներդրումներ չեն կատարվում եւ չեն կարող կատարվել։ Կա դրա համար պարզ ֆորմուլաներ։ Մարդիկ, եթե չեն կարողանալու ներդրման դիմաց ստանան մինուս աշխարհակաղակական ռիսկերի
արդարացված այդ աշխարհական ռիսկերի բոժանդակության պարագայում մարդիկ չեն ներդնելու, չի լինելու դա։ Այդ պատճառահետևանքային կապը մենք պետք է կարողանանք մեր ուղեղներում գոնե ոտքից գլուխ դնել եւ սկսել ուժեղացնելով մեր ուրեմն պաշտպանությունը, իսկ դա պարտադիր չի հենց անել, ասենք, զենք ու զրահով չի։ Տեսանք ինչ կատարվեց զենք ու զրահներին, մեր ունեցած զենք ու զրահին, որ թողեցինք Արցախում, եւ ավելին ասեմ, վերջերս հետազոտություններ կատարվել գեներալ Դեյվիդ Պետրեոս կա, որը եթե կհիշեք Իրաքում ուրեմն ամբողջ ՆԱՏՕ հրամանատարն էր, հետո դարավ ամերիկյան կենտրոնական հետազոտական բանի CIA բան ղեկավար իրենք ինքը եւ մի երկու կարծեմ հոգի հետազոտող շատ մի հետաքրքիր հետազոտություն էին կատարել վերցրել էին ուրեմն 45 թվից այս կողմ բոլոր պատերազմների տվյալները հետազոտել էին հասկանալու համար թե ինչն է բերում հաղթանակի ինչ է կարծում ֆանտաստիկ մի բան էր ուրեմն իրենք բացահայտեցին որ ոչ ուժերի բալանսը, ոչ աշխարհագրությունը, ոչ ուրեմն բան ունենալը, պարտներներ, գործընկերներ ունենալը այդքան չի ազդում ուրեմն պատերազմի արդյունքի վրա, ինչքան իրենց բառերով ասած strategic leadership։ Ստրատեգիական առաջնորդություն։ Այո։ Մի բան, որը հիմա հասկանում ենք, թե ինչ բացակայության պարագայում մենք մինուսով ենք, եթե ստրատեգիական ուրեմն ոնց առաջնորդությունը, եթե կա, եթե պոզիտիվ բան է, դրական մենք ունենք դրա բացականը Արցախյան պատերազմի ժամանակ, դրա համար էլ պարտվեցինք։ Այնպես որ հարկավոր է ուշադրությունը դնել ստրատեգիկ ուրեմն առաջնորդության վրա եւ մնացածը հետո աստիճանաբար կարծում իրենց տեղը կընկնեն։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի Հարվարդի համալսարանի գիտաշխատող Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին պաշտոնյա Դավիթ Գրիգորյանի հետ։